1966 թվականի նոյեմբերի 12-ին ԱՄՆ հարավային Վիրջինիա նահանգի գերեզմաններից մեկում 5 մարդիկ տեսնում են մոխրագույն մարդանման թևավոր արարածի, որը որ թռչելով բարձրանում էր ծառերից վեր։ Հետագայում մարդիկ արարածին կոչեցին Մոթմեն, այսինքն ինչքան էլ որ ծիծաղելի կհնչի, բայց արարածին կոչել էին ցեցամարդ։ Եվ արարածը այնքան մեծ տարածում է գտել աշխարհում, որ նույնիսկ նրա լեգենդի ծննդավայր Point Pleasant-ում տեղադրել են նրա արձանը։ Դե իսկ 1966 թվականի նոյեմբերի 15-ին հարավային Վիրջինիայի Point Pleasant քաղաքի շրջակայքում տեղի է ունենում Մոթմենի հետ կապված ամենահայտնի իրադարձությունը։ Երկու զույգ՝ Ռոջեր եւ Լինդա Սքարբերիները եւ Սթիվ եւ Մերի Մալետները հանդիպում են առեղծվածային արարածին Point Pleasant-ի երկրորդ համաշխարհայինի տարիներին գործած լքված զինամթերքի գործարանի շրջակայքում։ Նրանց պնդմամբ, երբ առեղծվածային արարածին տեսնելուց հետո փորձել են փախուստի դիմել, արարածը սկսել է հետապնդել նրանց մեքենան։ Ավելի քան 100 կմ/ժ արագությամբ ընթացող նրանց մեքենան տևական ժամանակ թռչելով հետապնդելուց հետո արարածը միայն դադարեցրել է հետապնդումը Point Pleasant քաղաքի սահմաններից դուրս գալուց հետո։ Ու հենց այս դեպքից հետո էլ Մոթմենի պատմությունը ստանում լայն հանրային տարածում, ու 1966-ից 1967 թվականներն ընկած ժամանակահատվածում ստացվում են տասնյակ հաղորդումներ Մոթմենին հանդիպելու մասին, եւ բոլոր դեպքերում մարդկանց կողմից արարածին տրվող նկարագրությունը նույնն էր։ Մարդիկ արարածին նկարագրում էին որպես մարդանման թևավոր մոխրագույն արարածի, որը որ ուներ շուրջ 2 մետր հասակ եւ որի թևերի բացվածքը կազմում էր շուրջ 3-ից 4 մետր։ Արարածը չուներ պարանոց եւ գլուխ, աչքերը միանգամից կպած էին նրա կրծքավանդակին։ Ուներ կարմիր վառվռուն աչքեր, որոնք որ հիպնոսացնում էին դրանց նայող մարդկանց։ Արարածը տեղաշարժվում էր շատ արագ եւ անձայն։ Կարող էր հենց կանգնած դիրքից թևերը թափահարելով բարձրանալ երկինք։ Դե իսկ 1967 թվականի դեկտեմբերի 15-ին, երբ որ փլուզվում է Point Pleasant-ի շրջակայքում գտնվող արծաթե կոչվող կամուրջը եւ դառնում 46 մարդկանց մահվան պատճառ, տարիներ անց մարդկանց շրջանում խոսակցություններ են տարածվում, որ Մոթմենը արծաթե կամուրջի փլուզման աղետաբերն էր, այսինքն նրա 1966 թվականին հայտնվելը նշան էր մոտալուտ աղետի, որը տեղի ունեցավ 67 թվականի դեկտեմբերի 15-ին, երբ փլուզվեց արծաթե կամուրջը։ Մի շարք վերլուծողներ եկել են այն եզրահանգմանը, որ ամենայն հավանականությամբ Մոթմենին հանդիպելու դեպքերում մարդիկ տեսել են ամերիկյան հսկա արագիլների, որոնք որ գրեթե ունեն մարդու հասակ եւ որոնց թևերի բացվածքը կարող է հասնել մինչեւ 2.5 մետրի։